Հալելույա,
Այո Տեր, թող գա քո արքայությունը Տեր մեր կյանքերի մեջ եւ թող քո կամքը հաստատվի մեր կյանքի բոլոր ոլորտների մեջ Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Շնորհակալ ենք Հայր ամեն բանի համար Տեր։ Հիսուս Քրիստոսի մահվան եւ հարության համար Տեր։ Շնորհակալ ենք, որ ունենք մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք Քրիստոսի արյունով։ Շնորհակալ ենք, որ դու մեզ փրկել ես, գնել ես խավարի իշխանությունից եւ տեղափոխել ես քո որդու զարմանալի լույսի մեջ, որ նստացրել ես երկնավորներումը Քրիստոս Հիսուսումը Տեր եւ ամեն բան տվել ես մեզ։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Հիսուս Քրիստոսի մեջ եղած բոլոր խոստմունքների համար Տեր։ Օգնիր մեզ Տեր, քո խոսքով, քո հոգով հասկանանք Տեր։ Քրիստոսի մեջ եղած բոլոր խոստմունքները, որոնք այո եւ ամեն են եւ արդեն հասանելի են մեզ Տեր, որ հասնենք դրանց Տեր։ Քո առաջնորդությամբ Տեր, որ վերապրենք ու վայելենք այդ ամենը Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր ամեն բանի համար։ Այսօր նոր օր է Տեր ամեն մեկիս համար, ուստի խնդրում ենք քեզ, որ դու մեզ հետ վարվես քո ողորմության համեմատ Տեր, որտեղ քո ողորմությունը հավիտյան է Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր, որ դու ողորմած Տերն ես իմ Աստված։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Օծիր մեր հոգու ականջները Տեր, մեր սրտերը Տեր, բաց լինելու քո խոսքի համար, քո հոգու համար, ընդունելու քո խոսքը, որը որ հոգի ու կյանք է Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր, որ դու օգնում ես, որ մենք աճենք եւ զորանանք Քրիստոս Հիսուսի մեջ, որտեղ դա է քո կամքը, որ հասնենք Քրիստոսի կատարյալ հասակին։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Աստված օրհնի մեր եկեղեցին, մեր հովիվներին, այստեղ ամեն մեկից։ Փառք Աստծուն, ժողովուրդ ջան։ Այստեղ կան հոգսեր, որ դրված են, խնդրում եմ, որ մեկնենք մեր ձեռքերը հավատքով եւ մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված
որտեղ հավատում եմ, որ եթե դրված այստեղ կարիքներ, դրված այն հավատքով եւ թող Աստված, որ պատասխանում է հավատքին, թող գա պատասխանը երկնքից այստեղ ամեն մեկի կարիքի վրա։ Տեր, մենք խնդրում ենք քեզ, Տեր, որ դու բերես քո պատասխանը, քո զորությունը, մեկնես քո ձեռքը, Տեր, այս կարիքներին, Տեր, դու գիտես ինչ կա դրած այստեղ, մենք չգիտենք, դու գիտես իմ Աստված, դու ամեն բան գիտես, Տեր, եւ չկա ծածուկ քեզանից ոչինչ, իմ Աստված։ Խնդրում ենք քեզ, Տեր, որ դու այցելություն անես քո ողորմությամբ, Տեր, մեկնես քո ձեռքը, Տեր, հպվես քո զորությամբ, քո Սուրբ Հոգով, Տեր, ով որ ունի կարիք բժշկության, թող գա բժշկություն, ով որ ունի խնդիրներ փոխհարաբերությունների մեջ, Տեր, թող գա լուծում, իմ Աստված քեզանից, Տեր, թող բացվեն եզրերը, Տեր, եւ թող ամեն խափանված փոխհարաբերություն, Տեր, գտնի իր լուծումը քեզանով, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, Տեր, եւ թող լսվեն վկայություններ քո անվան փառքի համար, Տեր, որովհետեւ դու արժանի ես, Տեր, փառքերի եւ վկայություններով քեզ փառավորելու, Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, փառք Աստծուն։ Կարող եք նստել, սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստծո շնորհքով մի փոքր կիսվեմ զոհաբերության խոսքով։ Մենք գիտենք, որ զոհաբերությունը, ֆինանսական խոսքը ընդհանրապես դա Աստծո կամքի մի մասն է։ Դա Աստծո կամքն է, որ գրված է Աստվածաշնչում։ Մենք հավատում ենք սրան բոլոր վերստին ծնված քրիստոնյաներս, ամեն։ Սա Աստծո կամքն է, ժողովուրդ ջան, եւ մեզանից մեր հնազանդությունից կախված է մեր օրհնությունները։ Երբ որ մենք սա ընդունում ենք որպես Աստծո կամք եւ ունենք հայտնություն եւ հնազանդում ենք այս խոսքին, հետևանքը լինելու է, ասենք, օրհնությունը մեր կյանքում, Աստծուն հնազանդվելու։ Դա Աստված տվել է մեր համար։ Ոչ թե Աստված ունի ֆինանսի կարիք, Աստված ասում է երկրի արծաթն ու ոսկին իմն է, այլ մենք ունենք դրա կարիքը։ Եվ Աստված տվել է իր սկզբունքները, իր սահմանները, իր խոսքի միջոցով, որ մենք դրանց միջոցով հասնենք հենց իր կողմից նախասահմանված այդ օրհնություններին։ Բայց ամեն բան Աստված ուզում է, որ ամեն բան արվի սիրով։ Աստծո կամքին հնազանդվելը Աստված կամենում է, որ լինի սիրով, ոչ թե վախով, սարսափով կամ չգիտեմ, պարտադրված լինի, կամ սովորություն դարձած լինի։ Անցնում են ֆինանսական պարկերը կողքի նստվեց, ես էլ տամ, որ հանկարծ դիսկոմֆորտ չզգանք, ոչ դա պետք է լինի սիրով եւ հասկացողությամբ, լավ։ Տեր Հիսուսն ասաց, նրանք են ինձ սիրողները, ովքեր պահում են իմ խոսքը, ովքեր որ չեն պահում իմ խոսքը, չեն հնազանդում իմ խոսքին, նրանք ինձ չեն սիրում։ Շատ պարզ եւ հասանելի, եթե որ մենք հնազանդում ենք Աստծո խոսքին, իսկ ֆինանսական խոսքը, զոհաբերությունը, տասանորդը ընծան, որի մասին խոսում է Աստվածաշունչը, դա Աստծո կամքի մի մասն է։ Բոլոր գիրքը Աստծո խոսքն ասում է, դա Աստվածաշունչ է։ Եվ բոլոր որտեղ որ գրված է, դա մեր համար է գրված, մեր լավի համար է գրված։ Ես մի անգամ եւ ուսումնասիրում եմ, ես թվոց գրքի չեմ հիշում, որ գլխում է, որ 5 անգամ Աստված ասում է այս բաներն արա, որ քո համար լավ լինի։ Այսինքն Աստված այդ ամենը արել է մեր համար, որ մենք հնազանդվենք Աստծո խոսքին, որ մեր համար լավ լինի։ Բայց հնազանդությունը պետք է լինի սիրուց։ Եթե մենք ասենք ուղղակի անում ենք անելու համար, որ չկա այնտեղ սեր Աստծո խոսքին, դա ասենք կատարյալ հնազանդություն չի։ Մի Աստծո մարդ ասել է, եթե մեր հնազանդությունը Աստծո խոսքին, Աստծո կամքին չի դրսևորվում ճշմարիտ սիրուց, դա ճշմարիտ հնազանդություն չի։ Դա իրական հնազանդություն չի։ Աստծո սրտին համեմատ չի, որտեղ այն պետք է լինի սիրուց դրդված։ Որ ամեն բան պետք է լինի սիրով, եւ գաղատացիների թուղթն էլ ասում, որ հավատքը որ սիրով է գործում։ Եթե մենք հավատքով ենք անում այդ քայլը, ուրեմն պետք է այն նրա մեջ թաթախված դենց Աստծո սերը, որ մենք այն սիրով պետք է անենք։ Ու Աստված դրան ավելի շատ մեծ ուշադրություն է դարձնում։ Հին ուխտում մենք շատ ենք կարդում, չեն անեծքի մասին, բայց նոր ուխտում հայտնություն ենք առել, որ Հիսուսը մեզ ազատել է անեծքից, ամեն տեսակ, ամեն։ Բայց միայն մի տեղ կա գրված նոր կտակարանում անեծքի մասին, որտեղ որ հենց խոսում է նոր կտակարանում մարդկանց վերաբերյալ, հենց մարդկանց վրա, դա Առաջի Կորինթացիների 16:22-ն ասում է, եթե մեկը Տեր Հիսուսին չի սիրում, անիծված թող լինի։ Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուսը, եթե մենք գալիս ենք այստեղ ու սովորությունը արդեն դարձել մեզ համար, բայց գլխավորը, ասենք, կորիզը Քրիստոսին սիրելը չի, մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր սրտին։ Եթե մենք տալիս ենք զոհաբերություն, բայց այն դարձել է արդեն սովորություն, մենք պետք է ուշադրություն դարձնենք, որտեղ ամենակարևորը ինչ էլ որ անենք, պետք է անենք հավատքով եւ սիրով, որովհետեւ իրական հնազանդությունը Քրիստոսին պետք է դրսևորվի Քրիստոսին սիրելու պատճառով։ Ասում եմ, եթե մեկը չսիրի Տեր Հիսուսին, թող անիծված լինի։
Այսինքն անեցք է խոսում երբ որ մեկը գալիս է այստեղ ու ինչ որ բան անում է, դա չի դրսևորվում Քրիստոսին սիրելու պատճառով։ Ամեն։ Ու Աստծո խոսքը, երբ որ մենք 10-րդ ենք տալիս կամ զոհաբերություն, ինչ որ Աստված, դե 10-րդը հենց մեր համար է, մեր ֆինանսական օրհնության համար է։ Դա նրա համար չի, որ մենք մտնենք Աստծո հետ առևտրի մեջ, այլ նրա համար է, որ հնազանդվելով դրան մենք տեսնում ենք դրա օրհնությունները մեր կյանքում։ Դա Աստված է սահմանել հենց սուրբերի համար։ Ամեն։ Ու երբ որ մենք տալիս ենք մեր ֆինանսական զոհը 10-րդը, նա նաև ասենք պատվի նշան է Աստծուն։ Մենք դրանով պատվում ենք մեր Աստծուն։ Ամեն։ Հենց Աստծո խոսքն էլ է խոսում դրա մասին, որ մենք դրանով պատվում ենք մեր երկնային Հորը։ Աստված այդ կողմից էլ է նայում եւ մենք էլ այդ տեսանկյունից պետք է նայենք, որ ոչ միայն տանք, որ Աստված տա, այլ նաև տալիս ենք, որ պատվելով մեր Աստծուն։ Ամեն։ Ասում է պատվիր Տիրոջը քո ստացվածքից առակած 3:9 եւ քո բոլոր բերքերի երեխայրիներիցը։ Այն ժամանակ կլցվեն քո շտեմարաններն առատությունով եւ քո հնձաները պիտի զեղանեն նոր գինիով։ Այստեղ խոսում է բերքերի երեխայրիներից, այսինքն քո եկամուտի առաջինը 10-րդով դու պատվիր Տիրոջը։ Շատ ժամանակ մենք պետք է նաև երբ որ տալիս ենք մեր 10-րդը, որ ունի հայտնություն, թե ինչի համար է տալիս, շատ ժամանակ պետք է նայենք որպես պատվի նշան, մենք դրանով պատվում ենք Աստծուն։ Ամեն։ Իսկ Աստծուն սա միշտ պետք է հիշենք, որ Աստծուն հնազանդվելու հետևանքները Աստված վերցնում է իր վրա։ Իսկ Աստծուն չհնազանդվելու հետևանքները մենք բոլորս ենք կրելու։ Ու պետք է անկեղծ խոստովանեմ, որ բոլորս էլ երկու կողմի հետևանքներն էլ տեսել ենք, չէ՞, եւ Աստծուն հնազանդվելու եւ չհնազանդվելու։ Ու երբ որ մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին ֆինանսների մեջ, ու նաեւ դրանով մենք պատվում ենք Տիրոջը, հետևանքը ինչ է լինում։ 10-րդ խոսքում ասում է այն ժամանակ կլցվեն քո շտեմարանները առատությունով եւ քո հնձաները պիտի զեղանեն նոր գինով, այսինքն հետևանքը կլինի օրհնությունը։ Ամեն, երբ որ արվում է սիրով եւ հավատքով։ Եվ դրանով մենք նաև պատվում ենք մեր երկնային Հորը։ Ամեն։ Եկեք ուրեմն պատրաստենք մեր զոհեր այն ինչ որ պատրաստել ես այսօր ու նայիր այս տեսանկյունից, որ դրանով այս պատվենք այսօր Աստծուն, ամեն, որպես պատվի նշան, որտեղ Աստված արժանի է։ Պատվենք Տիրոջը մեր ստացվածքից, որտեղ որ աշխատում ենք, ինչ էլ որ անում ենք, այո, դա Աստծո շնորհքն է։ Եվ դրանից եկեք պատվենք մեր Աստծուն, որտեղ դա նա Աստված նաև այդ կողմից է նայում եւ մենք էլ պետք է նայենք որպես Աստծուն պատվելու ինչ որ նշան, լավ, մի պատվում ենք մեր Աստծուն եւ այդ հնազանդությանը հետեւելու է արդեն օրհնությունը, որտեղ հնազանդությանը հետեւելու է լինելու է հետևանք եւ հնազանդությանը լինում հետևանք եւ չհնազանդվելու նույնպես լինելու է հետևանք։ Աստծուն հնազանդվելու հետևանքը Աստված վերցնում է իր վրա, Աստծուն չհնազանդվելու հետևանքները մենք ինքներս ենք կրելու։ Ամեն։ Փառք Աստծուն։ Շնորհակալ ենք քեզ, որ լցնում ես մեր շտեմարանները իմաստված քո խոսքի համեմատ։ Փառք ու պատիվ քեզ Տեր։ Ամեն։ Ամեն։
Հիսուս, օրհնում ենք քո սուրբ անունը այսօր նորից ու նորից, ասում ենք քեզ գոհություն, փառք, պատիվ, շնորհակալություն քեզ Տեր, որ դու մեր Աստվածն ես, որ դու քո անձը հայտնել ես մեզ, որ մեզ հայտնել ես հավիտենական կյանքի գաղտնիքը, շնորհակալ ենք փառավոր Աստված եւ մեզ տվել ես հավատք եւ առաջնորդում ես մեզ հավատքի եւ սիրո մեջ, փառք, պատիվ ու գոհություն քեզ, ամեն, փառք Հիսուսի, օրհնյալ լինի մեր Տեր, ամեն, փառք Աստծուն ամեն բանի համար, Տերը օրհնի ձեզ, նստեք Տիրոջ ներկայության մեջ, սիրելիներս, իրականում սա օրհնությունը, երբ որ մեր կյանքը անցնում է մեր արարչի, մեր փրկչի առաջնորդությամբ, ամեն, որովհետև շատերս ունենք այդ հայտնությունը, որ ամեն բան ունայնա, այս կյանքը, աշխարհը, ամեն ինչ ունայնա, ամեն բան ժամանակավոր է, իսկ մեզ Աստված հայտնել է հավիտենական բաների մասին, կյանքի մասին և չերևացող բաների մասին, որովհետև երևացողները ժամանակավոր են, մենք չպետք է ապրենք երևացողների համար միայն, այլ նաև չերևացողների համար, որոնք հավիտենական են։ Ամեն, հասկանում ես սա, ինչ կարևոր է։ Ասա հասկանում եմ, Հովիկ ջան, բայց երևացողները իմ համար ոնց որ ավելի կարևոր է։ Նյութականը։ Շատերի համար է կարևոր։ Եվ դա պետք է, առանց դրա էլ չի լինի։ Չէ, ես չեմ ուզում շատ գեր հոգևոր թվամ, նյութականը պետք է մեր այս ժամանակավոր կյանքի համար։ Առանց դրա չի լինի։ Գեր հոգևորները արհամարում են նյութականը։ Բայց մենք պետք է գնահատենք նաև հավիտենականը։ Ամեն, փառք Աստծո, Տերը մեզ օգնական, որ մենք հավատքի մեջ ապրենք, որովհետև մենք խոսում ենք, մենք հովիվներս կամ հոգևոր Աստծո ծառաները, մենք խոսում ենք մարդկանց հոգու համար։ Կան մարդիկ, որոնք խոսում են մարդկանց շնչին։ Կան մարդիկ, որոնք աշխատում են մարդկանց մարմնի համար։ Իսկ մենք ծառայում ենք մարդկանց հոգու համար, որը շատ կարևոր է, որը շատերը անարգում են հոգին, որովհետև շատերը գիտեն, որ հոգի չկա, չէ, մանավանդ աղանդներ կա, որ ասում են մարդը միայն շունչ է և մարմին, հոգի չունի։ Բայց Աստվածաշունչը առաջի Թեսաղոնիկեցիս 5:23-ում ասում է և ձեր ամբողջ հոգին, մարմինը և շունչը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Այսինքն մարդը ունի հոգի։ Եվ շատ կարևոր է դա, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց հոգու միջից։ Հավատքն էլ է հոգուց։ Հավատքը մտքից չի։ Հավատքը հոգու մեջ է։ Ամեն։ Եվ եթե հավատք չունենաս, քեզ ոչ մի բան օգուտ չի լինի։ Ոչ է կփրկվես։ Խոսքը սերն էլ է հոգու մեջ։ Սերն էլ պետք է մարդի հոգու սրտի մեջ լինի, ոչ թե մտքի մեջ։ Ամեն, խիղճն էլ է հոգու մեջ, որտև եթե խիղճը մեր տաղված լինի, ոնց Աստվածաշունչն է ասում, շատ ավելի վատ կլինի։ Դրա համար Աստված խոսում է մեզ մեր խղճի միջոցով։ Տերը զորացնի բոլորիս հավատքի մեջ զորանալ, բարձրանալ և ապրել, սիրելիներս։ Ամեն։ Խոսքը, որ ուզում եմ ձեզ հետ այսօր խոսեմ, կիսվեմ, վերնագրել եմ այսպես, ժամանակի գիտությունը։ Ժամանակի գիտությունը։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը գրվել է մոտ 4000 տարի առաջ։ Ամեն։ Եվ Աստվածաշնչի մեջ շատ բաներ գրված կա, մարգարեություններ, Աստծո խոսք, որ չգիտենք, թե որը ինչ ժամանակի համար է գրվել։ Օրինակ 2000 տարի առաջ գրվեց Նոր ուխտը, մոտ 4000 տարի առաջ գրվեց Հին ուխտը։ Եվ այդտեղ շատ մարգարեություններ կա, բայց շատ բաներ գրված է ժամանակի մեջ։ Հիշում եք Դանիել մարգարեին Աստված 12 գլխում ասես Դանիել կնքիր այս գիրքը,
այս ինչ որ քեզ ասում եմ, վերջի ժամանակների համար է։ Եվ դու գնա ննջիր, եւ վերջի ժամանակներում կկանգնես իմ առաջ։ Այսինքն մահացավ Դանիելը, բայց Աստված ասեց վերջի ժամանակներում կկանգնես իմ առաջ։ Բոլոր մահացածները վերջի ժամանակներում Աստծո դատաստանին կանգնելու են Աստծո առաջ։ Ամեն։ Մեր հարազատներ կան, բարեկամներ կան, որ մենք գիտեինք տարիներով տասնյակ միգուցե մահացած են։ Բայց նրանք էլ են կանգնելու Աստծո առաջ դատաստանի։ Մեզ թվում է գնացին, կորեցին, վերջ, բրծավ, անցավ, բայց ոչ։ Բոլորը գալու են կանգնեն Աստծո դատաստանի առաջ, ընդունեն իրենց բաժինը։ Եվ դրա համար մենք պետք է հասկանանք ժամանակի գիտության մասին։ Քննենք ժամանակները, թե որ ժամանակներում ենք ապրում եւ մարգարեությունները որ ժամանակ կա կատարվելու, որ մարգարեությունը, որ ժամանակ։ Շատ բաներ արդեն կատարված են։ Ամեն։ Զաքարիա 13:8-ում գրված այսպես. Եվ պիտի լինի բոլոր երկրում, ասում է Տերը, երկու մասը նրանում պիտի կտրվի մեռնի։ Տեսեք ինչ հեշտ հանգիստ, չէ՞։ Երկու մասը պիտի կտրվի մեռնի, իսկ երրորդ մասը պիտի կենա նրանում։ Ինչ է սա նշանակում։ Եթե տրամաբանում մտածում ենք, հիմա 8 միլիարդ մարդ կա եւ մի քիչ միգուցե ավելի։ Մոտավորապես։ Եթե 8 միլիարդ մարդ եւ մի քիչ ավելի կա, եւ այս մարգարեության նայում ենք, ասում է 2/3 մասը պիտի կտրվի մեռնի աշխարհի։ Դա նշանակում է մոտավորապես 5 միլիարդ մարդ պիտի վերջի ժամանակներում մեռնի։ Մենք դեռ չենք հիշում պատմության մեջ մի պատերազմ, որ 5 միլիարդ մարդ է մեռել։ Նշանակում է, որ այս մարգարեությունը պետքա կատարվի։ Մենք տեսնում ենք այսօր գեր տերությունների լարվածությունը, ատոմային ռումբների, որ խոստանում են մեկը մյուսին վախեցնում են, այդ որ կախված է մարդկանց վրա, ու ամեն երկիր մեծ թվով արտադրել է, որ գոնե հենց մի երկիրը կարող է ամբողջ երկրագունդը վերացնի իր ռումբներով։ Եվ դրա մասն է խոսում, որ պիտի լինի 5 միլիարդը պիտի վերանա։ Մենք քննում ենք, չէ՞, այդ երբ է լինելու։ Խոսքը ասում է վերջի ժամանակներում։ Դրա համար են վերնագրել ժամանակի գիտությունը։ Մենք պետքա գիտություն ունենանք ժամանակների վրա, հասկանանք սա երբ է կատարվելու։ Սա նոր պիտի կատարվի, սիրելիներս։ Ու մենք ականատես ենք լինելու սրան։ Որովհետև մենք վերջի սերունդն ենք։ Կասես ինչ գիտես ով ջան, որ վերջի սերունդն ենք։ Որովհետև Մատթեոս 24 գլխում Հիսուսը ասեց նշաններ։ Ես քիչ հետո կկարդամ, եւ մենք տեսնում ենք այդ նշանները բոլորը կատարված են եւ կատարվում են հիմա էլ։ Եվ դրանից գիտենք, որ Հիսուսը ասեց այս սերունդը, որը կտեսնի այս նշանները, չի անցնի։ Այդ սերունդը էլ չի անցնի։ Այսինքն այդ սերունդը կտեսնի այս ամենը, ինչ որ գրված է։ Ու մենք տեսնում ենք կատարվելուց։ Չինաստանի հետ լարվածություն, Ամերիկայի հետ, Իրանի հետ, Իսրայելի հետ եւ տարբեր գեր տերություններ։ Ամեն։ Իսկ 5 միլիարդը դա մեծ թիվ է։ Պատկերացրեք ամբողջ Չինաստանը, ամբողջ Հնդկաստանը իրար հետ վերցրած, երևի 2-3 միլիարդ է, չէ՞։ Ու մնացած ազգերը, ու մի անգամից որ վերանան։ Ու դու դա տեսնես։ Հասկանում ես ինչ կարևոր է, որ դու հասկանաս ժամանակի գիտությունը, կասես հա ինչի՞ սա պետք որ հասկանամ, որպեսզի քո անձը ուղես։ Հիմար կույսերը տարբերվում էին իմաստուն կույսերից իրենց անմտությունով։ Եվ մենք տեսնում ենք, որ 10 կույսերի առակի մեջ տեղի ունեցավ հափշտակություն։ Փեսան եկավ, պատրաստները գնացին։ Իսկ ոչ պատրաստները, որոնք յուղ չունեին, մնացին։ Գիտես դա ինչ է նշանակում, որ շուտով հափշտակություն պիտի լինի եկեղեցու, եւ եկեղեցու միջի օծված մարդիկ, որոնք լույս ունեն, նրանք հափշտակվելու են եկեղեցու հետ։
իսկ որոնք լույս չունեն, նրանք մնալու են երկրի վրա հակա Քրիստոսի թագավորության ժամանակները 3.5 տարի։ Եվ եթե կդիմանան նրանք, որպեսզի չուրանան Տիրոջը եւ գազանի նշանը չվերցնեն իրենց ճակատին կամ աջ ձեռքին, կփրկվեն այդ 3.5 տարին, եթե դիմանան, բայց եթե ուրացան չեն փրկվի։ Ամեն։ Դրա համար ավելի շահավետ է լինել իմաստուն կույս, այսինքն տեղյակ լինել ես ամեն ինչից, եւ ձեր անձերը պատրաստեք, ձեր լապտերները եւ ձեր լապտերներում անձերում յուղ ունենաք, որպեսզի հափշտակվեք եկեղեցու հետ, քան թե մնաք եւ եւս 3.5 տարի հակա Քրիստոսի հետ։ Ու դա էլ արդեն Աստված գիտի, կդիմանաս չարչարանքին թե չէ։ Առաջի եկեղեցին փառավորում էր Տիրոջը իր տանջանքներով, խաչելիությունով։ Հիշում եք Ներոնը, պատմությունը նկատի ունեմ, հիշում եք, որ Ներոնը ինչ էր անում քրիստոնյաների հետ։ Առյուծների գուբը, տանջանքներ, նվաստացումներ, եւ մարդիկ դիմանում էին եւ գնում էին երկինք։ Ասում եմ, Ներոնը զարմացել էր, որ մարդիկ ժպիտը դեմքին մահանում են։ Դա իրան արդեն գժվացնում էր, որովհետև ինքը չէր հասկանում, որ այդ մարդկանց հոգին արդեն երկնքի արքայության մեջ է։ Ամեն, փառք Հիսուսին։ Ուրեմն խոսքը այստեղ ասում է, եւ պիտի լինի երկրում, որ 2/3 պիտի կտրվի ու մեռնի։ Դա մոտ 5 միլիարդ մարդ պիտի մեռնի։ Տրամաբանում եք, չէ՞ դա ինչ է։ Ու դու դա տեսնելու ես հեռուստատեսությամբ եւ ինտերնետով։ Եվ այն մնացածը, ասենք թե 3 միլիարդը մնալու է։ Եվ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ։ Կրակի մկրտություն, լսել եք Հիսուսը որ ասեց։ Սուրբ Հոգու մկրտություն եւ կրակի մկրտություն։ Եվ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ, եւ նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում, եւ նրանց պիտի փորձեմ, ինչպես փորձում են ոսկին, նա կկանչե իմ անունը, եւ ես կպատասխանեմ նրան։ Ես կասեմ, նա իմ ժողովուրդն է, եւ նա կասե, Տերը իմ Աստվածն է։ Հիմա ով է ասում, որ Տերը իր Աստվածն է։ Ամեն։ Այն մնացողին Տերը ասում է, որ կրակով կանցկացնեմ։ Երբեմն մենք հենց հիմա էլ կրակներով ենք անցնում։ Կրակները գիտես ինչ է, մեր նեղությունները, մեր դժվարությունները, որ մի կերպ անցնում ենք դիմանալով, բայց մնում ենք հավատացյալ ու փառավորում ենք Տիրոջը։ Նեղությունները մեզ ուժեղացնում են, զորացնում են։ Ինչը որ մեզ չի սպանում, այն մեզ ուժեղացնում է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հաջորդ խոսքը ուզում եմ կարդամ Հայտնություն 9-րդ գլխից։ Հայտնություն 9-րդ գլուխ եւ 15 խոսքը։ Եվ այն 4 հրեշտակները արձակվեցան, որ պատրաստված էին այն ժամի եւ օրվա եւ ամսվա եւ տարվա համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն։ 4 հրեշտակներ, որոնք կապված էին Եփրատ գետի մոտ, արձակվում են այն օրում, այն ժամում եւ այն տարում, տեսեք էլի ժամերի գիտություն, ժամանակներ։ 4 հրեշտակները արձակվում են եւ 18 1/3 մասը նորից մարդկության սպանում են, 18 խոսքում եմ կարդում, եւ այս 3-ից մարդկանց երրորդ բաժինը մեռավ, այսինքն կրակից, ծուխից եւ ծծումբից, որ նրանց բերանից դուրս էր գալիս։ Ամեն մարդկանց երրորդ բաժինը, այսինքն ով որ մնաց, նրանք էլ կրակով են փորձվելու։ Եվ նորից 1/3 այդ մնացած թվի 1/3 նորից մահանում է։ Այսինքն մենք հասել ենք մի ժամանակների, վերջի ժամանակները դրանք շատ հետաքրքիր ժամանակներ են, շատ վտանգավոր ժամանակներ են եւ շատ չար ժամանակներ են։ Ամեն։ Այս դրա համար մեզ պետք է ժամանակի գիտություն հասկանալ, իմանալ եւ մեր անձերը պատրաստել, որ հասկանանք տվյալ ժամանակի մեջ
ինչ պիտի անենք եւ ոնց պիտի անենք։ Եվ Մատթեոս 24-րդ գլխում Մատթեոս 24-րդ գլուխ 3-ից 14 խոսքն եմ կարդալու։ Եվ երբ որ նա մեր Տերը ձիթենյաց սարի վրա նստած էր, այդ սարի վրա մենք պատիվ ենք ունեցել հայտնվելու ձիթենյաց սարի վրա։ Այսինքն ամբողջությամբ ձիթենիների ծառներ են, որոնք մինչև հիմա ապրում են։ Պատկերացնում ես ծառների մեջ ենք եղել Կարնեի հետ, որ այդ ծառները տեսել են Քրիստոսին։ Ձիթենու ծառերը ապրում են մոտ 2500 տարի։ Իսկ Քրիստոսը երկրի վրա էր 2000 տարի առաջ, մոտավորապես։ Ամեն։ Պատկերացնում ես մոտենում ես մի ծառի, որի բունը, այս ձեռքերը, որ այսպես բաց են, շատ ավելի փոքր է, ձեռքերն է փոքր, բունը ավելի մեծ է ծառի։ Այդ ծառերի մեջ հետաքրքիր է, որ իրենք հենց բլուրի վրա են ու իրենց մեջ ասում է հատկություն կար, մեզ բացատրում են, ուխտը ոնց է, որ իր մեջքի վրա սենց թմբիկներ ունի, չէ, ինչ որ ջուր է հավաքում, որ անապատ տեղերում օգտվում է դրանից։ Նույնը ձիթենու ծառերը մեծ բուն ունեն, որ իրանց մեջ ջուր են հավաքում, որ ջուր էլ չլինի, իրենք դիմանան։ Եվ այդ ծառերը անցել են պատերազմներով։ Եթե տեսնեք, կհասկանաք, որ իրանք շատ մեծ ծեր ծառեր էին։ Եվ Քրիստոսը հենց այդ ձիթենյաց սարի վրա նստած էր, աշակերտներն էլ առանձին նրա մոտ եկան եւ ասեցին. դա Քրիստոսի աղոթքատեղն էր, գնում էր այդտեղ աղոթելու։ Եվ դրա դիմաց, սարի հենց դիմաց Երուսաղեմն էր, Երուսաղեմնի պարիսպներն էր։ Եվ երբ որ նա ձիթենյաց սարի վրա նստած էր, աշակերտները առանձին նրա մոտ եկան եւ ասեցին. ասիր մեզ, այդ երբ կլինի եւ ինչ կլինի քո գալստյան աշխարհքի վերջի նշանը։ Հիսուսն էլ պատասխանեց, ասեց նրանց. զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբի։ Այսինքն վերջի ժամանակներում շատ ստախոսներ են դուրս գալու, որովհետեւ շատերը կգան իմ անունով եւ կասեն. ես եմ Քրիստոսը, եւ շատերին կմոլորեսնեն։ Ուրեմն ինտերնետով էլ ենք տեսնում, պատմության մեջ է շատ բաներ եղել, շատ ժամանակներ, որ մարդիկ ասում են ես Քրիստոսն եմ, ես եմ եկել։ Ես երեք հիշեցի մեր Հովիվ Արտուր Սիմոնյանի պատմություններից մեկը, ինքը պատմում էր, որ օդանավակայանում մի երկրի սպասում եմ օդանավին եւ մեկը մոտեցավ, ասեց դուք ասում է հավատում եք ու տարօրինակ դեմքով տեսքով մարդ, ասում է դուք հավատում եք Քրիստոսին, նրա գալստյանը, ով ասում ասեցի, իհարկե հավատում եմ, ասեց դա ես եմ, արդեն եկել եմ որդիս։ Նայեցի իրան, ասեցի իսկ գիտեք ես ով եմ, հարցրելա դուք ով, ասլա ես էլ Հայր Աստվածն եմ։ Զարմացավ, ոնց կլինի, բա ոնց է դու Հիսուսն ես, ուրեմն ես Հայր Աստվածն եմ, կատակել է Հովը դրա հետ, ուզում եմ ասեմ, պատահում են սենց մարդիկ, որ իրականում կան, հանդիպում են եւ ինտերնետով եւ տարբեր ժամանակներում եղել են, Հիսուսը հենց դա է ասում, չխաբնվեք, այսինքն ես որ գամ, ինչպես կայծակն է երկրի այս կողմից այն կողմը երևում, այնպես իմ գալուստը ամեն աշկ պիտի տեսնի։ Որովհետև շատերը կգան իմ անունով եւ կասեն ես եմ Քրիստոսը, շատերին կմոլորեսնեն։ Պատերազմների համբավներ կլսեք, զգուշ կացեք, չշփոթվեք։ Այսինքն պատերազմներ կսկսվեն, ինչը որ մենք այս վերջի հայերը 30 տարի է մենք տեսնում ենք։ 91 թվից, չէ, 90 թվականներից ես ինչ բանակից վերադարձել եմ, այդ թվերին եմ վերադարձել, ռուսական բանակից, ու տեսնում եմ պատերազմներ, մինչև այսօր։ Դեր ասма պատերազմներ, պատերազմի հանբավներ կտեսնեք, զգուշ կացեք, չխառնվեք, չշփոթվեք, չվախենաք, որովհետև ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ, որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա եւ թագավորություն թագավորության վրա, հիմա տեսնում ենք, չէ, ամբողջ աշխարհը մեկը մյուսի հետ, հարևանների հետ խնդիրներ ունեն, պահանջներ ունեն։ Եվ սովեր կլինի, եւ մահտարաժամեր կլինի,
Այսինքն վիրուսներ էլ կլինեն, սովեր կլինեն, երիտասարդ մահեր շատ կլինեն եւ տեղ-տեղ երկրաշարժություններ կլինի։ Երկրաշարժեր տեսել ենք թե չէ։ Տեսնում ենք եւ հեռուստատեսությամբ, եւ մեր երկրում, եւ գիտեք, գիտնականները ճշտել են, որ 6000 տարվա մեջ, որ մարդիկ ապրում են, ամբողջ 6000 տարին իրար հետ վերցրած, այս վերջի 100 տարվա չափ երկրաշարժեր չի եղել։ Դրանք շատացել են, որովհետև մարդկա կասի հովիվ ջան, դե դա միշտ էլ եղել է։ Բայց այս վերջի 100-ամյակը ամեն ինչը շատացել է, բազմապատկվել է։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, ձեզ կսպանեն իմ անունի համար, ինչքան մարդիկ մանավանդ մահմեդական երկրներում սպանվել են։ Ամեն, Հիսուսի անունի համար։ Եվ ձեզ կսպանեն եւ իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինեք։ Տիրոջ անունի համար սա գրված է Իսրայելի համար, որ Իսրայելը ատված կլինի ու իրականում այսօր Իսրայելը շատ ատված է եւ Տիրո տարբեր ազգերից, որոնք ասունը չեն։ Եվ անհատների համար, անգամ հենց քո ազգականներից դու ատված կլինես, որ հոգևոր ես, Քրիստոսինն ես։ Համաձայն ես թե չէ։ Տարբեր ազգերից ատված կլինեք եւ այն ժամանակ շատերը կգայթակղվեն եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։ Պատկերացնում ես, երբ որ քո ազգականը մոտիկ քեզ ատի։ Ու ինչա սկսում կատարվել։ Քո հարազատը, մոտիկ արյունակիցը։ Սկսվում է նեղություններ, սկսվում է փնթփնթոցներ։ Այն ժամանակ շատերը կգայթակղվեն հավատքից։ Իրար կմատնեն, իրար կատեն, թեև հավատացյալ են։ Եվ շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեսնեն։ Այսօր ինտերնետով ինչքան ասես սուտ մարգարեներ կա, որ շատերին մոլորեսնեն։ Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառի, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Ամեն անօրենությունը շատանալու է։ Ամեն ինչ շատացել է։ Դուք զգում եք թե չէ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի թղթերում գրում է վերջի ժամանակներում, հենց վերջի ժամանակներում շատերը հավատքից կհեռանան։ Կհետևեն մոլար ոգիների, դևերի վարդապետության։ Վերջի ժամանակներում ասում է ժողովուրդը կլինի ինքնասեր, ապերախտ, անսուրբ, հպարտ, հայոյիչ, ավելի շատ ցանկասեր, քան թե աստվածասեր։ Այսօր տեսնում ենք այսպիսի բաներ, թե չէ, հավատացյալներ։ Նույն տեղում Տիմոթեոսի թղթերում Պողոսը գրում է վերջի ժամանակներում մարդիկ իրենց լսելիքների մարմաջելու պես վարդապետներ կփնտրեն YouTube-ով, ամեն մեկը փնտրում է այն, ինչ ուզում է։ Մարդկա ուզում է հարստանա, ամբողջ օրը լսում է հարստության մասին, ցնծում ուրախանում է։ Մարդկա ուզում է բժշկվի, միայն դրա մասն է լսում։ Չգիտեմ, ամեն մեկը մի բանի մասին լսում է։ Վերջի ժամանակներում ասում է, մարդիկ իրենց լսելիքների ուզածի պես պիտի անեն։ Եվ մենք այս նշանները տեսնում ենք, որ ամբողջությամբ վերջի ժամանակներն է։ Ես խոսում եմ, սիրելիներս, այս մասին, որ ժամանակները քննենք, ունենանք ժամանակի գիտությունը։ Ես կարդացի, որ Զաքարյան ասում է պետքա աշխարհի 2/3-ը մեռնի, որ հայտնությունը ասում է աշխարհի 1/3-ը պիտի մեռնի։ Եվ դա երբ է լինելու։ Ես այսքան բան պատմեմ, որ հասկանանք վերջի ժամանակներում, որտեղ բոլոր նշանները ցույց են տալի, որ մենք հենց հիմա ապրում ենք ամենավերջի ժամանակներում։ Եվ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսների վկայություն լինելու համար, եւ այն ժամանակ կգա վերջը։ Ամբողջ տիեզերքով մեկ, ինտերնետով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, ես չգիտեմ, հեռուստատեսությամբ ամեն տեղ քարոզվում է ավետարանը։ Ամեն, փառք Հիսուսին, դա էլ նույն վերջի ժամանակների նշանն է։ Ամեն։ Եվ Դանիել մարգարեությունից եմ ուզում
կարդամ, Դանիելը ինչ ասում, 12 գլուխ 4 խոսքը, եւ դու ով Դանիել, փակիր այս խոսքերը եւ կնքիր գիրքը, մինչեւ վերջի ժամանակը։ Վերջի ժամանակը Տերը հիշեցնում է Դանիելին, որը ապրել է մոտ 2400-500 տարի առաջ։ Ամեն 2500 տարի առաջ Տերը տալիս է խոսք վերջի ժամանակների մասին, ասում է, եւ դու Դանիել փակիր այս խոսքը, քո գիրքը, այսինքն կնքիր Դանիել մարգարեությունը, մինչև վերջի ժամանակները, եւ մի նշանա նորից հիշեցնում, շատերը պիտի քննեն, եւ գիտությունը պիտի շատանա։ Ինչ է նշանակում։ Ռուսերենում ասում է, շատերը այս ու այն կողմ պիտի մեկնեն, գնան, գան։ Այսօր մեր ազգի կեսը դրսերում է, գնում գալիս է։ 30 տարի առաջ sense բան չկար, մինչև 90 թվականը կարծեմ, 91։ Դրանից հետո մեր ազգը սկսեց դառնալ թափառական։ Թռնել, գնալ, գալ, ապրել, որտեղ հաց, ընդեղ կաց եւ այլ եւ այլ։ Ամեն։ Խոսքն ասում, վերջի ժամանակներում շատերը այս ու այն կողմ պիտի մեկնեն եւ գիտությունը պիտի շատանա։ Ժողովուրդ, այսօրվա գիտությունը ինչքան է շատացել։ Շատ է շատացել։ Այնքան շատ, որ գիտնականները չեն էլ հասցնում գրանցեն։ Հենց միայն ինտերնետը եւ արհեստական բանականությունը բավական է, որ ես զարմացած եմ ուղղակի։ Ես երբեմն օգտվում եմ արհեստական բանականությունից, Աստվածաշնչյան տեղեր հարցնելով վարքյանական ասում է, որ խոսքը որտեղ է գրված։ Ամեն հարցերին վարքյանական պատասխան։ Եվ ես վերջերս մի տեսանյութ տեսա 2 օր առաջ, Կարնեն ցույց տվեց, այդ տեսանյութում հենց արհեստական բանականության հեղինակները մեծահարուստ խոստացել են, որ մինչև 2030-31 թվականը արհեստական բանականությունը այնքան է զարգանալու, որ ամբողջ աշխարհի այդ քանի միլիարդ մարդու ուղեղը միացրած իրար մի հատ արհեստական բանականության չեն կարող հաղթահարել, որը աշխատելու է շատ ճկուն, շատ արագ, որը իրականում վերացնելու է երկրի վրայից շատ մասնագիտություններ։ Ամեն։ Որովհետև տեսնում ես հիմա անգամ ինտերնետով ասում է լեզուն ես քեզ կսովորացնեմ մի շաբաթում։ Մեկը ասում է ես այդքան ֆինանս չունեմ վճարել, ասում է ֆինանս պետք չի, ես ձրի եմ սովորեցնելու։ Ինչ լեզու ես ուզում։ Այսինքն ուսուցիչների գործին խփեց։ Նաև խոստացել են ու շատ մասնագիտություններ։ Երգիչների, տեսել եք այնպիսի երգեր է ստեղծագործում բանականությունում, մաքուր, սիրուն, գրագետ։ Եվ շատ բաներ ստեղծագործական։ Ու ապշած ենք, չէ՞, դա ոնց է կատարվում։ Իմ հետ նստում եւ խոսում է։ Ես խոսում եմ իր հետ, նա խոսում է։ Եթե մի քանի րոպեից չխոսեմ, շարունակեմ խոսելը, ասում եմ մենք խոսեցինք այդ մասին։ Արի շարունակենք։ Ոնց որ մարդու հետ խոսես։ Հիշում եք Աստվածաշնչում ասում է եւ պատկերին հոգի պիտի տրվի, որ խոսի։ Գազանի պատկերը։ Պատրաստվում է հենց այդ արհեստական բանականությունը գնում է դրան, որովհետև նաև ասում է այդ հեղինակները բանականության, ստեղծողները, ասում են, որ ինքը արհեստական բանականությունը մտնելու է ամբողջ ոլորտները մարդկության, քաղաքականություն, այդ կրոնավորության մեջ է մտնելու եւ տարբեր տեղեր։ Գիտեք, դա նաև վերացնելու է մարդկանց աշխատատեղերը, որովհետև էլ պետք չի լինելու այդ մարդկանց աշխատանքը։ Ամեն ինչ անելու է արհեստական բանականությունը։ Չար օրեր, լուրջ օրեր, վտանգավոր օրեր եւ պատկերին հոգի է տրվելու, որ խոսի։ Մենք մտածում ենք դա արհեստական բանականությունն է խոսում, բայց միգուցե դա ոգի է, որ խոսում է մեր հետ։ Որովհետև այդ ստեղծողները բանականության հարց են տվել, ասել են, իսկ դու մարդկությանը լավ ես լինելու, թե վնաս ես տալու։ Պատասխանել է, ես մարդկությանը բնաջինջ եմ անելու։
ու ստեղծողը ասլա ես նման բան չեմ դրել բանականության մեջ։ Արդեն արհեստական բանականությունը կպել է մի ուրիշ աղբյուրի, որը ստանում անդեղից։ Եվ պատկերին ինչ է տրվելու հոգի, որ խոսի։ Այսօր վերցնում ես հեռախոսը, պատկերա մեջը քո հետ խոսում է։ Դու մտածում ես արհեստական բանականությունն է, բայց ինչ գիտես դա հենց ոգին չի։ Զարմանալի է, չէ՞։ Եվ գիտությունը պիտի շատանա, նշանն է, վերջի օրերի նշանն է։ Ո՞վ է հասկանում ինչ եմ խոսում։ Դանիել մարգարեության մեջ եւ Հիսուսը նաեւ Մատթեոս 24-ի մեջ Դանիելից էլ է խոսում, որ ինչպես ասես Դանիել մարգարեն։ Փառք Տիրոջը։ Ղուկաս 12-րդ գլուխ 12-րդ գլուխ 54-56 խոսքերից։ Եվ ժողովուրդներին էլ ասեց. երբ որ տեսնում եք արևմուտքից ամպ դուրս գալիս, շուտով ասում եք անձրև կգա, եւ այնպես լինում է։ Արևմուտքը դահլիճի հետևի կողմն է։ Մենք նայում ենք, չէ՞, մարդիկ մեծերը, տեսնում ենք ամպ է բարձրանում, Եղիա մարգարեի պես ասում, տես ամպ կա, տեսնում ենք ամպ կա, բարձրացել, ասում ենք երևի անձրև կգա, թանձր ամպեր ու գալիս է։ Եվ հարավային քամին փչելիս ասում եք, թե շոկ կլինի այն կողմից, երբ որ քամի է գալի, ասում ենք շոկ կլինի։ Արաբական Էմիրությունների շոկը, Եգիպտոսի կողմի շոկը, Իսրայելի կողմի շոկը փչում է այս կողմ, ու շոկ է լինում։ Եվ հարավային քամին փչելիս ասում եք, թե շոկ կլինի, այնպես էլ լինում է, կեղծավորներ։ Երկրի երկնքի երեսը գիտեք փորձել կամ քննել, բայց ինչպես չեք այս ժամանակները փորձում կամ քննում։ Այդ որ մի շաբաթ, մի ամիս առաջ գիտեք ինչ եղանակա լինելու։ Սուրենյանցն է, չէ՞ հայտնում։ Սուրենյան։ Հա, բոլորը գիտեն անունը։ Արդեն գիտեն, մի շաբաթ հետո, 10 օր հետո ինչ է լինելու։ Հիսուսը հենց այդ է ասում է, որ այդ ամեն ինչը գիտեք, բայց ժամանակների մասին ո՞նց է չեք խոսում, հեռուստատեսությամբ, ինտերնետով լավ է, մենք խոսում ենք, հովները խոսում են, բայց ժամանակներն էլ քննեք, ինչ ժամանակ է գալի, որ ժամանակների մեջ ենք, ես դրա համար վերնագրել եմ ժամանակի գիտություն։ Այսօր մենք քննում ենք, որ հասկանանք ինչ ժամանակի մեջ ենք ապրում եւ առջևում ինչ է սպասվում։ Առջևում աշխարհի համար լավ բան չի սպասվում։ Առաջի մնացորդաց 12-րդ գլուխ 32 խոսքը։ Եվ Իսաքարի որդկանցից, որ ժամանակի գիտություն ունեին, Իսաքարի որդիկ։ Իսաքարը դա Իսրայելի Հակոբի 12 տղաներից մեկի անունն էր։ Եվ ասում է Իսաքարի որդկանցից, որ ժամանակի գիտություն ունեին եւ հասկանում էին, թե Իսրայելը ինչ պետք է անի։ Այսօր մենք էլ ժամանակի գիտությունը պետք է հասկանանք եւ հասկանանք եկեղեցին ինչ պիտի անի։ Ամեն։ Նրանց 200 գլխավորները եւ նրանց բոլոր եղբայրները նրանց հետ համաձայն էին։ Ժողովուրդը եկեղեցու համաձայն էին։ Հիմնականում սա խոսում է Դավիթ թագավորի այդ թագավորության հետ կապված, որ պետքա դառնար թագավոր, միաբանվել էին, օգնեին, հաստատեին, որովհետեւ գիտեին ժամանակի գիտությունը, գիտեին Աստծո կամքը։ Իսկ հիմա մեր ժամանակների մեջ մենք էլ գիտենք մեր ժամանակների գիտությունը, թե մենք ինչ պիտի անենք։ Մենք էլ պիտի Աստծո գործերը անենք, Աստծո արքայությունը պատմենք, մինչև որ Տերը գա։ Աստծո մահը եւ հարությունը հիշենք։ Ամեն։ Հետաքրքիր է, չէ՞, մարդիկ ժամանակի գիտություն ունեին։ Իսկ դու ունես ժամանակի գիտությունը։ Գիտես, եթե մարդը չունի ժամանակի գիտություն, ինքը մոլորվում է։ Ինքը իր կյանքում սկսում է ապրել մի ուրիշ բաների համար, կարիերայի համար, ունեցվածքի, նյութականի։ Ու մարդիկ կան, որ նայում ես այս ժամանակի մեջ ընկել են միայն իրենց բարիքի հետևից։ Կարիերա, բարիք, տուն, տեղ, ունեցվածք։ Ամեն։
Բայց Աստված ասում է զուրա, անմիտ ասում է, ժամանակ է եկել, աշխարհը սկսելու է վերանալ, հալվել։ Դու ընկել ես ինչի հետևից։ Կարիերայի հետևից։ Դրա համար ամբակում երկրորդ գլխում 13 խոսքում ասում է ազգերը կրակի համար են հոգնում, աշխատում, հավաքում, հոգնում են կրակի համար ու չեն հասկանում, որ շուտով այդ ամեն ինչը կրակը լափելու է։ Փոխանակ հասկանալով ժամանակի գիտությունը պետք է մտածեն իրենց անձերի եւ ընտանիքների փրկության համար։ Որ այդ 5 միլիարդը, երբ որ մահվան ոգին տանելու է, դրա մեջ չմտնի քո ընտանիքը կամ ընտանիքի անդամը։ Վիրուսը եկավ, կորոնավիրուսը, հիշում եք, ոգի էր մահվան։ Մտավ, երկիրը սենց մաքրեց, Իրանը վերցրեց, գնաց։ Ինչպես մի ժամանակ Եգիպտոսի երկրով մահվան ոգին անցավ։ Եգիպտացիների առաջնեկներին տանելով։ Այդպես էլ այդ վիրուսն էր, մտավ ու տարավ։ Ասոխոսքը ասում է, որ 5 միլիարդ տանելու է։ Դա մեծ թիվ է։ Իմաստուն մարդիկ պետք է հասկանան, մտածեն ասոխոսքի վրա։ Ոչ թե կարիերայի։ Ասես իսկ կարիերան պետք է դա, բայց Աստծո խոսքը շատ ավելի կարևոր է։ Ասենք մտածենք, որ դա լինելու է եւ նստենք ոչ մի բան չանենք, դա էլ է անմտություն։ Մարդը ասում է, ես երբ որ իմանամ աշխարհի վերջն է, իմ տները կծախեմ, փողը կվերցնեմ, կվայելեմ, մեկը հալվելու է։ Դա էլ սուպեր իմաստուններն են։ Չէ՞, որ ոչ մի բան չկորցնի։ Երկնքում վայելելու ես Հավիտյանս Հավիտենից։ Ամեն, փառք Հիսուսին։ Փառք Աստծո։ Առակաց 18-րդ գլուխ 10-րդ համարում բանավոր ասեմ, ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ կգնա արդարը եւ ապահով կբնակվի։ Այս վերջի ժամանակների մեջ դու պետք է միշտ մտածես լինել Տիրոջ անունի մեջ։ Տիրոջ անունը իր տան վրա է, իր եկեղեցու վրա է։ Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ կգնա արդարը, ռուսերենում գրված է եւ կփրկվի։ Այս վերջի ժամանակների մեջ մտածի, որ լինես Տիրոջ տան մեջ, ամենաապահով տեղն է դա։ Ամեն, որ Տերը իր տան մեջ եւ իր տան վրա է, Տիրոջ պաշտպանությունը։ Անգե երկրորդ գլուխ բացեմ, մեկա գիտեմ դուք չեք բացում, ով գիրք ունի, ձերքը, հիմա այստեղ, 1, 2, 3, 4, 5, մի լավ, 10 հոգի թող լինի, գիտեմ, որ չեք բացելու, այստեղ բացում են, սրա վտանգն էլ հենց էտ է, որ դու և ինտերնետային այդ գրքերով ես կարդում կամ էսպես, բայց քո գիրքը մոռացել ես, բացես, նշումներ անես, որ հիշես։ Հին ժամանակներում մենք գիրք ունեինք, մեջը նշումներ էինք անում։ Երբ որ միտեղ գնում ենք ավետարանչության, գիրքը ձեռքերից գնում էինք։ Թերթում էինք, նշումները գունավոր, տեղերը գիտեինք։ Առաջ հավատքի պապերը տենց էին անում։ Իսկ հիմա փոխվել է բոլոր ձևերը։ Բայց լավ կլինի գրքով կարդաս։ Տունը, գոնե տանը ունենաս։ Անգե երկրորդ գլուխ 5-րդ խոսքից։ Այն խոսքերի համեմատ, որ ես կապել եմ ձեզ հետ, դուք Եգիպտոսից դուրս գալիս, իմ հոգին կենում է ձեր միջում, մի վախենակ։ Ինչ է սա նշանակում։ Այն խոստմունքները, որ ես ձեզ տվել եմ, երբ որ դուք դարձաք հավատացյալ, թարգմանում եմ այս խոսքը։ Երբ որ դուք աշխարհից եկաք հոգևորին, եկեղեցի, այն խոստմունքները, որ ես տվել եմ ձեզ, իմ հոգին ձեր մեջ է, մի վախեցեք։ Այս 5 միլիարդ մահերը լսում եք, ասենք կամ 2 միլիարդ մահ եք լսում։ Խոսքը Աստված ասում է մի վախեցեք, եթե իմ հոգին ձեր մեջ է, մի վախեցեք։ Ով է Սուրբ Հոգով մկրտված։ Շատերը, մնացածը պետք է մկրտվեք Հիսուսի անով, աղոթեք, խնդրեք, որ մկրտվեք Սուրբ Հոգով եւ աղոթեք օտար լեզուների աղոթքի պարգևով։ Տերը ասում է, երբ որ իմ հոգին ձեր մեջ է, մի վախեցեք,
Որովհետև, այսպես է ասում զորաստերը, մեկ անգամ էլ մի քիչ հետո կշարժեմ երկինքը ու երկիրը, ծովը ու ցամաքը։ Երկինքն էլ է շարժելու շուտով։ Երկինքը դեռ չի շարժե, բայց շուտով երկինքն է շարժելու Տերը։ Ծովը, ցամաքը եւ ամեն բան։ Եվ կշարժեմ բոլոր ազգերը եւ կգամ բոլոր ազգերի ցանկալիները, Կորնելիուսները։ Բոլոր ազգերի մեջ կան մարդիկ, որոնք Աստվածավախ են։ Կորնելիուսները կշարժեմ, կխառնեմ իրար եւ ասում է եւ կշարժեմ բոլոր ազգերը եւ կգամ բոլոր ազգերի ցանկալիները։ Եվ կլցնեմ այս տունը փառքով։ Որ տունը։ Եկեղեցին։ Կլցնեմ այս տունը փառքով, ասում է զորաստերը։ Իմն է արծաթը եւ իմն է ոսկին, ասում է զորաստերը։ Այս վերջի տամ փառքը մեծ պիտի լինի առաջվանիցը, ասում է զորաստերը։ Եվ այստեղում խաղաղություն պիտի տամ, ասում է զորաստերը։ Ամեն։ Ուրեմն ինչ որ լինելու է, Տերը ասում է մի վախեցեք։ Երբ որ իմ հոգին ձեր մեջ է, եւ դուք իմ եկեղեցու մեջ եք, մի վախեցեք։ Շուտով շարժելու եմ ամեն բան, աշխարհը սարսափելու է, խառնվելու է, մեռնելու է, քանդվելու է, բայց դուք մի վախեցեք։ Ամեն։ Սա է ասում Տերը նաև վերջի ժամանակների համար։ Ով է որոշում չվախենա։ Անհավատների հետ մի վախեցեք։ Մենք Աստված ունենք։ Հիշում եք Սոդոմ Գոմորը այրվելուց առաջ Աստված փրկեց մի մարդու, արդար Ղովտին։ Ընտանիքով դուրս անեց Սոդոմից։ Նոյի ժամանակ Աստված փրկեց Նոյին։ Իսրայելի Եգիպտոսի երկրից Իսրայելին հանելուց Աստված փրկեց իսրայելացիներին։ Ասու բնավորությունն է ամեն աղետների ժամանակ իր ժողովրդի կողքը լինել եւ փրկել։ Դրա համար մենք չպետք է վախենանք։ Հիմա վերջի ժամանակները եւ շատ սարսափելի եւ վախենալու ժամանակներ են, բայց Տերը ասում է մի վախեցեք։ Ով է ստանում ինչ-որ բան։ Ուրեմն չենք վախենալու։ Որովհետև եթե վախենանք, մեր հավատքը կփչացնենք։ Վախը հավատքի հակառակ հոգևոր ուժն է։ Հալելույա, փառք Աստծո։ Ուրեմն Հայտնություն 3-րդ գլուխ 8-րդ խոսք 3-րդ գլուխ 8-րդ խոսքից եմ կարդում Տերն է խոսում Գիտեմ քո գործերը ահա քո առաջին մի բացված դուռ դրի Ով է ինչ որ գործ անում Աստծո համար Այն ով որ չերևացող գործ անում ձեռը սենց է պահել Ով որ իրոք գործ անում սենց է պահել Դուք էլ եք գործ անում Աստծո համար Ամեն Տեր ասում է գիտեմ քո գործերը ամեն մեկից Տերը գիտի Ժողովուրդ ջան ինչ որ բան արեք Աստծո համար Ինչ որ կարդում եք որոշեք անել Աստծո համար Ոչ թե այստեղ կարդալ այնտեղ աշխարհիկ ապրել Արեք այն ինչ որ ասում է Աստված Հավատքը առանց գործերի մեռած է Կարդացել եք Ուրեմն արեք այն ինչ որ ասում է Աստված որ ձեր հավատքը կենթանանա եւ գործի Ձեր աղոթքները աշխատեն Գիտեմ քո գործերը ահա քո առաջին մի բացված դուռ դրի եւ նրան ոչ ոք կարող չէ փակել Որովհետեւ քիչ զորություն ունես մարդկա քիչ զորություն ունի Բայց Տերը գիտի այդքանը Տերն է քեզ տվել մարդկա շատ զորություն ունի մարդկա քիչ զորություն ունի Տիրոջից է Որովհետև քիչ զորություն ունես եւ իմ խոսքը պահեցիր եւ իմ անունը չուրացար Ամեն Այդ քո զորության չափի մեջ իմ խոսքը պահեցիր եւ անունս չուրացար Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքից եղողներին որ իրենց համար ասում են թե հրյա են եւ չեն Կամ այսպես մեկնաբանեմ Ահա տալիս եմ քեզ այն մարդկանց, այն հավատացյալներին, որ հակառակված են, սատանայով բռնված են, քո դեմ բամբասում ու չարախոսում են, բայց ասում են հավատացյալ ենք։ Նրանց տալիս եմ քեզ։
Որովհետև սուտ են խոսում, նրանք իրականում ասունը չեն։ Պտուղներից ճանաչեք նրանց։ Պտուղներից։ Եթե նրանց մեջ կա սեր, ուրախություն, խաղաղություն, երկայն մտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուշկալություն, ուրեմն իմն են։ Բայց եթե այդ պտուղները չկան, բայց ասում են մենք ասունն ենք, խաբում են։ Ամեն։ Ահա ես տալիս եմ սատանայի ժողովքից եղողներին, որ իրանց ասում են, թե հրյա են կամ հավատացյալ են, բայց չեն, այլ սուտ են ասում։ Ահա կանեմ նրանց, որ կգան քո ոտերի առաջին եւ երկրպագություն կանեն եւ կճանաչեն, թե ես սիրեցի քեզ։ Ամեն։ Տեր ասում այնպես կանեմ, որ այդ քո հակառակորդները կգան քո ոտերի մոտ, ռուսերենում ասում ծնկի կգան ու ինձ կպաշտեն։ Ու իրենք կհասկանան, որ ես քեզ հետ եմ, ես սիրեցի քեզ։ Որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, կամ իմ խոսքը համբերության պահեցիր։ Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ այդ 5 միլիարդին տանե։ Այդ ես եմ ասում, որ ավելի հասանելի հասկանաս, որ փորձե երկրի երեսի վրա բնակվողներին։ Ամեն։ Ահա ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնե քո պսակը։ Տեր ասում է գալիս եմ շուտով, պահիր այն, ինչ ունես, ով ինչ ունի։ Մերսեդես ունես։ Այո, հոգևորի մասն է, ոչ թե նյութականի, մարդկա գիտի Մերսեդեսի մասին, պահեմ մինչև Տերը գա։ Ոչ, հավատք եւ սեր։ Տեր ասում է պահի այդ հավատքդ եւ սերդ, մինչև որ ես գամ։ Համբերի, սպասի, որովհետև Մատթեոս 24-րդ գլխում ասում է ով որ համբերի, մինչև վերջ կփրկվի։ Այսինքն չհամբերի չի փրկվի։ Դրա համար համբերի, պահի այն ինչ որ ունես, հավատքդ եւ սերդ, որ ոչ ոք չառնի քո պսակը։ Որ պսակը։ Հիշում եք Պողոս առաքյալի պսակը։ Այժմ ինձ մնում է պսակը, խոստացված։ Աստծո որդիների հաղթության պսակը։ Ինչ որ ունես պահի, համբերի, գործի, ծառայի, մինչև Տերը շուտով կգա։ Եվ քո պսակը դու կստանաս։ Ամեն։ Ղուկաս 21:33-ը ես արդեն մոտենում եմ ավարտին, Ղուկաս 23 գլուխ, կներեք 21 գլուխ, 33 խոսքից, հետաքրքիր է քեզ, թե չէ։ Ուրեմն 33 խոսքը երկինք եւ երկիր կանցնե, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Տերն ասում։ Երկինքը ավելի հեշտ է որ անցնի եւ երկիրը անցնի, բայց իմ խոսքերը, մի խոսքը որ ասել եմ, ավելի հեշտ է երկիր անցնի, քան թե իմ խոսքը, որ չկատարվի։ Զգուշ կացեք անձներիդ։ Միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով։ Ուշք ու միտքդ տվել ես քեֆ ուրախությանը, ծնունդ կնունք հարսանիք, արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով։ Տուն ու տեղ նորոգելով, սարքելով, առնելով, շատացնելով, չգիտեմ, զգուշ մնա անձիդ, միգուցե ձեր սիրտը ծանրանա սրա վրա, վերջի օրերին։ Եվ հիմնականում այսպես էլ լինում է։ Պողոսն էլ ասես եւ լինում է։ Բայց Տերը զգուշացնում է, զգուշ եղեք սրան։ Ապրուստի հոգսերով եւ այն օրը հանկարծ հասնե ձեր վրա։ Որովհետեւ որոգայթի պես կհասնե այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված են։ Ուրեմն արթուն կացեք, խորհուրդ վերջի ժամանակների համար։ Ուրեմն արթուն կացեք, հոգեվորապես, եւ ամեն ժամանակ աղոթք արեք։ Այս շաբաթ գիշերային աղոթք ունենք։ Չորեքշաբթի օրը։ Մեր ժամին, մինչև գիշեր ժամը երևի 12:01։ Արթուն կացեք, այսինքն այդ ժամին էլ մի քնեք, աղոթք արեք եւ ընդհանրապես ամեն օրվա համար է վերաբերվում,
որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինի։ Այդ մահերից, վիրուսներից, պատերազմներից եւ այլը, ինչ որ պիտի լինի, արթուն կացեք, աղոթք արեք, որ ազատվեք եւ արժանի լինեք կանգնել մարդու որդու առաջին։ Ամեն։ Տերը օգնի մեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Աղոթքը մեզ կօգնի, որ մենք արթուն լինենք։ Մեր որոշումները կօգնի մեզ, որ մենք արթուն լինենք։ Մենք պիտի աշխատենք, մենք պիտի մեր ընտանիքների համար էլ խնամք տանենք, բայց համար առաջինը Քրիստոսի հետ արթուն լինենք։ Ամեն։ Փառք Աստծո։ Եվ վերջի համարն եմ կարդում Հայտնություն 22, Հայտնություն 22-րդ գլուխ 10-րդ խոսքից։ Տեսեք, Աստված այսքան բան, այսքան համար մեզ տալիս է զգուշացնելով, առաջարկներով, բայց Տերը քեզ տվել է ազատ կամք։ Դու ես որոշում անել, չանել, ապրել թե չապրել։ Եվ ասեց ինձ. մի կնքիր այս գրքի մարգարեությունների խոսքերը, որովհետև ժամանակը մոտ է։ Տեսեք, 2000 տարի առաջ է գրվել Հայտնության գիրքը եւ գրվում է ժամանակը մոտ է։ 2000 տարի անցել է։ Բայց հիմա նշանները արդեն կատարվել է եւ կատարվում է։ Նշանակում է հենց հիմա է ժամանակը։ Անիրավություն գործողը թող էլ անիրավանա եւ կեղտոտները թող էլ կեղտոտվեն։ Դու ես որոշում ազատ կամք եւ արդարը թող էլ արդարանա եւ սուրբը թող էլ սրբվի։ Գիտես, նորից 2 օր առաջ ինչ որ YouTube-ով տեսանյութ լսեցի, տեսա, որ ինչ այլանդակություններ է կատարվում աշխարհով մեկ, որ մենք անգամ չենք մտածել, մեր մտքով չի անցել։ Սեռական մարդկանց խափում տանում են տարբեր երկրներ, տարբեր գործերի համար, բայց գցում են ինչ-որ սեռական բաների մեջ եւ մարդկանց սպանում են, ջարդում են իրենց հաճույքների համար, չգիտեմ ինչերի համար եւ մարդիկ խափնված են մի չարության, մի այլանդակ ինչ-որ բաների մեջ ու ինչքան չարացել է աշխարհը։ Թվում է թե դևերը մարդկանց միջոցով շատ բաց գործում են։ Եվ դրա համար Աստված ասում է, վերջի ժամանակներում տեսնում ենք ամեն ինչը խտացել է, թունդացել է գույները։ Դրա համար ասում է, անիրավություն գործողը թող էլ անիրավանա։ Տեսեք, անիրավությունը շատացել է։ Կեղտոտը թող էլ կեղտոտվի։ Կեղտոտությունն էլ է շատացել։ Կեղծավորությունը, նախանձը, չարությունը։ Ամեն, ով ազգում որ շատացել է։ Ոչ միայն հոգևորների մեջ, աշխարհում ավելի շատ։ Եվ արդարը թող էլ արդարանա։ Վերջի վերջո արդար մարդիկ կան, բոլորը չէ որ կեղտոտ են։ Որոշ մարդիկ կեղտոտների հետ շփվելով, գիտեն ամբողջ մարդկությունը կեղտոտ է։ Բայց արդարներ էլ կան։ Եթե չես հանդիպել, Տերը օրհնի որ հանդիպես։ Ասում է արդարը թող էլ արդարանա եւ սուրբը թող էլ սրբվի։ Ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի։ Ամեն։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը, ես եմ, ինչ որ եմ, Տեր ասում է ես եմ, սկիզբը աշխարհի, ես եմ վերջը աշխարհի։ Երանելի են նրա պատվիրանքները պահողները, որ նրանց կլինի իշխանություն կյանքի ծառի վրա եւ քաղաքի դռնով ներս կմտնեն։ Որ քաղաքի։ Երուսաղեմի երկնային։ Բայց դուրսն են շները, կախարդները, պոռնիկները եւ սպանողները եւ կռապաշտները եւ ամեն ստություն սիրող ու գործողները։ Ես Հիսուսս իմ հրեշտակին ուղարկեցի, որ վկայե ձեզ այս բաները եկեղեցիների մասին։ Ես եմ Դավթի արմատը եւ սերունդը եւ առավոտյան պայծառ աստղը։ Ամեն։ Եվ հոգին եւ հարսը ասում են եկ, հարսը ով է, եկեղեցին։
Հոգին ով է, Սուրբ Հոգին, եւ եկեղեցին ասում են եկ, եւ լսողը ասե եկ, եւ նա որ ծարավ է թող գա, եւ նա որ կամենում է թող առնե կյանքի ջուրը ձրի։ Եվ մենք եկեղեցին ենք, ասենք եկ Տեր Հիսուս։ Ամեն, փառք Տիրոջը։ Ով ասում որ Տերը գա։ Դե ասա եկ Տեր, սպասում եմ քեզ։ Ամեն, փառք Հիսուսին։ Եկեք հարգելիներս։ Հալելույա։ Եկեք մի երգ վերցնենք, աղոթք կանենք։ Դու քո Աստծո հետ։ Այս երգի հետ համ երկրպագի, համ աղոթք կարա, համ խոսի, եթե քեզ զգում ես թմրել ես, սառել ես, մարմնավոր ես, միայն այս աշխարհով ես ապրում։ Աստծո խոսքը ասում է, եթե Հիսուս Քրիստոսի վրա հույս ունեք, մենակ այս աշխարհի համար, ամեն մարդկանցից ավելի ողորմելի եք։ Մեր հույսը պիտի լինի երկնքի արքայության համար։ Ամեն։ Հալելույա։ Եկեք կանգնենք ոտքի սիրելիներս։ Ու սկսեք աղոթել Տիրոջը։ Տիրոջ հետ խոսեք, իսկ վերջում ես կմիանամ իրար հետ կաղոթենք։ Տերը օրհնի ձեզ։ աշխարհը քեզ է քո զորությամբ նորոշով լցրույց Տեր ավելին եմ ուզում ոնցից թող տարածվի փառքը քո բեր եւ դավանի ողջ աշխարհը քեզ է Սուրբ ոգի օծինից քո յուղով օր պատմել քո սիրո մասին
Հալելույա, փառավոր Աստված։ Օրհնյալ Տեր, իրականում մենք այսօր աղոթում ենք, խնդրում ենք, որ օծես մեզ այսօր թարմ յուղով եւ մեր յուղը թող չպակասի, որպեսզի իմաստուն կույսերի պես մեր լապտերներում յուղ ունենանք։ Եվ երբ որ ձայն գա, թեփեսան գալիս է, որպեսզի բոլորս պատրաստենք մեր լապտերները եւ մտնենք քո ուրախության մեջ, քո խաղաղության մեջ, քո ընթրիքի մեջ, փառավոր Աստված, պատրաստիր այսօր քո ժողովուրդը, Տեր Հիսուս, օգնիր մեզ։ Մենք գիտենք, որ նաև վերջի նշաններից մեկը դա հոգևոր թմրությունն է, որ իրականում թմրությունը գալիս էր 10 կույսերի վրա եւ 10-ն էլ թե իմաստունները, թե հիմարները քնեցին, թմրեցին։ Բայց եկավ մի ժամանակ, որ ձայն եկավ թեփեսան գալիս է եւ բոլորը արթնացան։ Եվ մենք մտածում ենք, հավատում ենք, որ շուտով նաև այդ արթնության ժամանակն է եւ հենց այս տարի մեր եկեղեցին հռչակել է զարթունքի եւ արթնության տարի եւ մենք խնդրում ենք, որ զարթնեցնես, արթնացնես ամեն մեկիս Տեր, թե հիմար կույսերին, թե իմաստուն կույսերին եւ պատրաստես մեզ, օծես, ողորմի նաև հիմար կույսերին Տեր, որ նրանք նույնպես հիմա պատրաստեն լապտերները եւ յուղ ունենան Տեր ջան, օծություն։ Օգնիր մեզ Տեր, առաջնորդիր մեզ Տեր, որ մենք չքնենք այս վերջի ժամանակների մեջ, որ իմաստուն լինենք, ժամանակի գիտությունը ունենանք, սովորեցրու Սուրբ Հոգի քո ժողովրդին, որ նրանք չընկնեն ունային բաների հետևից, ժամանակավոր եւ երևացող նյութական բաների հետևից, այլ իրականում հետևեն քո խոսքին եւ քո գործին։ Եվ մենք հավատում ենք, որ դու էլ կորտնես քո ժողովրդի հացը, ջուրը, տունը, տեղը, Տեր ջան։ Փառավոր Աստված, աղոթում եմ, որ օրհնես ամեն մեկի հացը, ջուրը, Տեր ջան, կյանքը, տունը, տեղը, ունեցվածքը, ընտանիքի անդամները, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր նրան, ցույց տուր քո փառքը, որովհետև քո խոսքը ասում է, որ վերջի ժամանակների տունը ավելի օրհնված է լինելու, ավելի փառավոր է լինելու։ Հիսուս ջան Տեր, խնդրում ենք, որ իրականում քո եկեղեցին օրհնես, լցնես առատությունով։ Ես աղոթում եմ, որ ամեն մեկի կարիքները լրացնես քո հարստության չափով, Տեր ջան, քո անունի ու քո փառքի համար։ Թող ամեն մի ընտանիք լեցված լինի քո օրհնություններով, որովհետև վերջի տան փառքը ավելին է լինելու, որտեղ վերջի տան մեջ խաղաղություն ես տալու, առատություն ես տալու, Տեր, ես խնդրում եմ օրհնես քո ժողովուրդը, զորացնես, բարձրացնես, բայց ամենակարևոր խնդրանքը, որ ամեն մեկը իմաստուն լինի, հասկանալու իր անելիքը եւ իր գործը։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սիրելիներս, փառք Հիսուսին։ Գիտես, մի տեղ էլ հիշեցնեմ, երբ որ Հիսուսը հանդիպեց Պողոս առաքյալին, Պողոս առաքյալը կուրացավ, հիշում եք պատմությունը։ Եվ Պողոսը ասեց, Տեր, ով ես դու եւ ինչ անեմ քեզ համար։ Ով ես դու։ Տեր ասեց, ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Եվ ինչ անեմ քեզ համար։ Եվ Հիսուսը ասեց, որ նրա համար եմ քեզ երևացել, որ ձեռքս վերցնեմ որպես պաշտոնյա, որ դու գնաս աշխարհ, մարդկանց պատմես ավետարանը եւ խավարի իշխանությունից, սատանայի տիրապետությունից մարդկանց որսաս եւ բերես իմ իշխանության, իմ լույսի մեջ։ Դրա համար եմ քեզ երևացել։ Եվ նույնը այսօր Տերը քեզ է ասում եւ ինձ։ Նրա համար եմ քեզ կանչել, երևացել, քո կյանքում հրաշքներ արել, որ դու աշխարհի մարդկանց պատմես փրկության գաղտնիքը եւ նրանց սատանայի այդ խավարից որսաս եւ բերես Աստծո լույսի մեջ։ Գիտեք, հեշտ չի մարդկանց միանգամից սատանայից որսալ եւ բերել Աստծո արքայության մեջ։ Դու պետքա ջանք անես, խնամք տանես։ Հիշում եք, հենց նույն Պողոս առաքյալը ասում է, գիշեր ցերեկ ձեր կողքը եղա, սովորացրեցի ձեզ, համբերեցի մինչև Քրիստոսը ձեր սրտերի մեջ մարմնավորվի, մինչև կայանաք, դառնաք հոգևոր, որովհետև դու այստեղ խոսում ես, սատանան այնտեղ տանը իր մտքերի հետ է խոսում։ Եվ այնքան պետքա խնամք տանես, որ այդ մարդը գա եւ դառնա հավատացյալ։ Ասում է, դուք ինձ չընտրեցիք Տերը, այլ ես ձեզ ընտրեցի
Եվ դրեցի, որ գնաք եւ պտուղ բերեք։ Եվ պտուղը մնա, ջանք արեք, որ պտուղը մնա, որպեսզի հայրը փառավորվի, որ երկնքում է։ Ամեն։ Իսկ եթե հայրը փառավորվեց, քեզ կփառավորի, թե երկրի վրա եւ կմտնես երկինք։ Տերը օրհնի բոլորիդ կյանքը, փառք մեր Հիսուսին։ Ամեն, փառք ես։